Այսպիսով հարց էր ծագում. օժտված է արդյոք յուրաքանչյուր մասնիկ անհատապես ալիք մասնիկային երկակիությամբ։ Այդ հարցի պատասխանը ստացվեց այսպես կոչված Յունգի փորձի միջոցով, որի էությունը կայանում էր հետևյալ. վերցնում են երկու շատ իրար մոտ գտնվող ճեղք եւ այդ ճեղքերով անց էին կացնում առանձին էլեկտրոններ։ Ի սկզբանե տպավորություն էր ստեղծվում, որ էլեկտրոնները էկրանի վրա ճեղքի ետևում պարզապես ինչ-որ ցրված կերպով ձևավորում էին որոշակի անհասկանալի պատկեր, ինչը պայմանավորված էր պարզապես պատահական process-ներով։ Սակայն, երբ երկար ժամանակ են տրամադրում այդ էլեկտրոններին ճեղքերը անցնելուց եւ մեծ քանակի առանձին թնդանոցից դուրս եկած էլեկտրոններ անցնում են այդ երկու ճեղքերով եւ սկսում են ձևավորել պատկերը ժամանակի առումով մեծ ժամանակահատվածում, էկրանի վրա ձևավորվում է հստակ դիֆրակցիոն պատկեր։ Օպտիկական ճառագայթների պես ամենամեծ ինտենսիվությունը ձևավորվում է արգելքի ետևը եւ այդ ամենը վկայում էր նրա մասին, որ էլեկտրոնները առանձին անհատապես նույնպես օժտված են ալիքային հատկություններով։ Առաջանում էր շատ կարևոր մի հարց. լավ, բարի, մենք ունենք էլեկտրոն։ Նա մոտենում է այդ ճեղքերին։ Որ ճեղքով է անցնում այդ էլեկտրոնը։ Եթե պատկերը դիֆրակցիոն առաջանում է, ապա ստացվում է մի անհասկանալի բան։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էլեկտրոնը ոնց որ կիսվում է, այնուհետև այդ ճեղքի հետևը նորից վերամիավորվում է եւ այդ ամենը տեղի է ունենում ալիքային հատկությունների բնորոշ վերադրումով, ինչն էլ ձևավորում է դիֆրակցիոն պատկերը։ Բնականաբար հարց էր ծագում. կարող ենք արդյոք մենք սարք ունենալ, որի միջոցով հնարավոր կլինի որոշել, որ ճեղքով է անցնում էլեկտրոնը, ձախ թե աջ։ Եվ այստեղ առաջանում է շատ հետաքրքիր մի արդյունք։ Երբ չափող սարքերը դնում են եւ փորձում են հասկանալ, որ ճեղքով է անցնում էլեկտրոնը, չափող սարքերի հետ փոխազդեցության հետևանքով անմիջապես էլեկտրոնները իրենց սկսում են պահել ինչպես դասական մասնիկներ։ Այլ կերպ ասած, այդ ճեղքերի հետևը անմիջապես ձևավորվում են առավել ինտենսիվ պատկերները, իսկ արգելքի հետևը առհասարակ որևիցե ինտենսիվություն չի նկատվում։ Այլ կերպ ասած, մասնիկները իրենց պահում են բացառապես ինչպես դասական օբյեկտներ։ Սա ապշեցուցիչ արդյունք էր եւ երկար վեճերի առարկա դառավ։ Մինչև որ գիտնականները հասկացան, պատճառը կայանում է նրանում, որ երբ մենք տեղադրում ենք չափող սարքեր եւ էլեկտրոնները հպման մեջ են մտնում մակրո համակարգերի հետ, նրանք անմիջապես այդ կոնտակտի արդյունքում կորցնում են իրենց ալիք մասնիկային հատկությունները եւ հետագա վարքը էլեկտրոնների բացառապես դասական մասնիկներին բնորոշ վարք է։ Առաջանում է այսպես կոչված ալիքային ֆունկցիայի ոչնչացման կոլապսի երևույթը։ Եվ այդ երևույթը քվանտային մեխանիկայում անվանեցին դիտորդի երևույթ։ Հետևաբար ստացվում է, որ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպիսի իրավիճակի մեջ է գտնվում էլեկտրոնը, նա կարող է վառ արտահայտված դասական մասնիկին բնորոշ հատկություններ ցուցաբերի։ Եվ սա նոր եւ չափազանց կարևոր արդյունք էր, որը այսօր քվանտային մեխանիկայի կարևորագույն եւ հիմնարար սկզբունքներից մեկն է։ Հետևաբար նաեւ հասկանալի է դառնում, թե ինչպիսի մեծ նշանակություն ուներ Շրյոդինգերի կողմից առաջարկված այսպես կոչվող Շրյոդինգերի կատվի փորձը։ Որն էր գաղափարը այդ փորձի։ Եթե հակիրճ պարզեցված տարբերակով ասենք, Շրյոդինգերը առաջարկում է հետևյալ փորձը իրականացնել։ Պատկերացրեք, ունենք փակ արկղ, որի մեջ գտնվում է կատու։ Այդ արկղի մեջ կա մի սրվակ, որի մեջ թունավոր նյութ է։ Սրվակի վերևը կախված է մուրճ, որը թելի վրա է ամրացված։ Եվ եթե թելը կտրվի, մուրճը հարվածում է սրվակին, սրվակը ջարդվում է եւ այդ թունավոր նյութը զբաղեցնում է ամբողջ տարածքը այդ արկղի եւ կատուն պետք է սատկի։ Ստեղ մի նրբություն կա։ Թելը ոչ թե կտրում են, այլ պարզապես վառում են ռադիոակտիվ նյութի միջոցով, որի ճառագայթումը նկարագրվում է քվանտային ֆիզիկայի օրինաչափությունների հիման վրա եւ հետեւաբար քվանտային process է ներկայացնում իրենից։ Միջինում կարելի է հաշվել, թե ինչպիսի քանակ ռադիոակտիվ մասնիկներ դուրս են թռնում եւ հարվածում թելին եւ հետեւաբար հաշվել այն ժամանակը, որի ընթացքում թելը կկտրվի։ Քանի որ process-ը քվանտային է, մենք կարող ենք միայն որոշակի հավանականությամբ ասել, կկտրվի թե չի կտրվի այդ թելը։ Միարժեք պատասխան տալ
այն հարցին, թե սատկել է արդյոք կատուն, թե դեռ ողջ է, մենք չենք կարող։ Մենք կարող ենք ասել, որ ինչ որ հավանականությամբ կատուն դեռ ողջ է եւ ինչ որ հավանականությամբ կատուն արդեն սատկել է։ Այլ կերպ ասած, կատուն գտնվում է այսպես կոչված ինտերֆերենցիոն վիճակում։ Որոշակիորեն կարող ենք ասել, որ նա ողջ է եւ որոշակիորեն կարող ենք ասել, որ նա սատկել է։ Այդ հարցին պատասխանել մենք կարող ենք միայն մի ձևով։ Մենք պետք է բացենք արկղը եւ տեսնենք, փաստացի ինչ ունենք։ Արդյոք ողջ է կատուն, թե այն այժմ արդեն ողջ չէ։ Հետևաբար, եթե դուք քվանտային համակարգի հետ փորձում եք ունենալ որոշակի կոնտակտ, դուք այս կամ այն կերպ պետք է ճակերտավոր այդ արկղը բացեք եւ նոր հասկանաք, թե ինչ է տեղի ունենում այդ համակարգի հետ։ Սա շատ կարևոր սկզբունք է, որը էապես տարբերում է քվանտային համակարգերի վարքը դասականներից։ Եվ Շրյոդինգերի փորձը, որը բնականաբար մտովի դրված փորձ էր, այժմ չափազանց կարևոր եւ մեծ նշանակություն ունի ողջ քվանտային մեխանիկայի համար։ Եթե մենք ուզում ենք հասկանանք, թե ինչպես կարելի է դասական ինչ-որ օրինակով այդ հարցին պատասխանել, այդ ոչ միարժեքությունը ցուցաբերել, ապա մենք կարող ենք դա մանրադրամի միջոցով ասել։ Մենք գիտենք, որ միտեղ թիվն է գրած, իսկ հետևը զինանշանը։ Եթե մենք վերցնենք եւ պտտացնենք այդ մանրադրամը սեղանի վրա, մենք չենք կարող ասել ինչ վիճակում է գտնվում։ Թվի թե զինանշանի, գիր թե ղուշ, այսպես կոչված, երբ միշտ ասում են պարզ լեզվով ասած։ Սակայն հենց որ մենք հարվածում ենք այդ մանրադրամին եւ պարկացնում սեղանի վրա, անմիջապես առաջանում է որոշակիություն։ Այդ դա էլ հենց ինչ որ առումով կարելի ասել իրենց ներկայացնում է ալիքային ֆունկցիայի կոլապսը, երբ առաջանում է արդեն միարժեքություն։ Կա մի կարծիք, որ ամբողջ տիեզերքը եւ օրինաչափությունները ֆիզիկական երևույթների իր հիմքում քվանտային բնույթ են կրում։ Պարզապես շնորհիվ այն հանգամանքի, որ գոյություն ունի միկրո եւ մակրո փոխազդեցությունը, յուրաքանչյուր ակնթարթ տեղի է ունենում ալիքային ֆունկցիաների կոլապսներ։ Եվ մեր դասական աշխարհի պատկերը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Դա մոտեցումներից մեկն է։ Ես հատուկ ուզում եմ նշեմ, որ բազմաթիվ կարծիքներ կան այդ առումով եւ այդ վեճը դեռ հիմա շարունակվում է։ Բնականաբար հարց էր ծագում, իսկ ինչ նոր այլ տիպի յուրօրինակ երևույթներ կարելի արձանագրել միկրոաշխարհի օրինաչափություններում։ Դրանցից երևի ամենատպավորիչներից մեկը այսպես կոչված քվանտային թունելավորման երևույթն է։ Մենք գիտենք, որ դասական ֆիզիկայում, եթե մասնիկը օժտված է էներգիայով, որը ավելի փոքր է, քան արգելքի էներգիան, ապա այդ մասնիկը պարզապես անդրադառնում է եւ հետ է շպրտվում։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ միկրոաշխարհում հնարավոր է վերջնավոր հավանականություն, որի շնորհիվ մասնիկը կարող է թափանցել ձախից աջ, անցնելով այդ արգելքը։ Առաջանում է այսպես կոչված թունելավորման երևույթը։ Ի սկզբանե այդ գաղափարներին մոտենում էին չափազանց քննադատորեն եւ չէին հասկանում դա ինչ է։ Պրոֆեսոր Գամովն էր առաջարկել առաջիններից մեկը այդ գաղափարը եւ ժամանակին նա նույնիսկ իր ընկերոջ հետ կիսվելիս ասում էր զարմանալի բան է, ես լուծում եմ Շրոդինգերի հավասարումը մաթեմատիկորեն ամեն ինչ հստակ է, ճիշտ է եւ ստանում եմ արդյունք համաձայն որի մասնիկը կարող է թափանցել արգելքի ձախ կողմից աջ կողմ, այն դեպքում, երբ իր էներգիան ավելի փոքր է, քան արգելքի էներգիան։ Սակայն չեն ընդունում այդ գաղափարը։ Հետագայում փորձերի մեծ դաս հայտնաբերվեց, որոնց միջոցով հնարավոր եղավ ապացուցել, որ թունելավորման երևույթը իրոք առկա է, այն գոյություն ունի։ Պետք է նշեմ, որ ամենավառ օրինակը դա արեգակն է։ Եթե օրինակ հարցնեն, ասեն, ուր է քվանտային երևույթ, կարող ես ցույց տալ։ Դուք կարող եք բարձրացնել հայացքը դեպի արեգակ եւ ասել, ահա, այ արեգակը քվանտային երևույթի արդյունք է։ Հարց կարող է ծագել, իսկ ինչու՞մն է գործը։ Բանը կայանում է նրանում, որ աստղագետները, երբ ուսումնասիրում էին արեգակի ջերմային հատկությունները, նախ եւ առաջ ցույց տվեցին, որ մակերեսի վրա մոտավորապես 5000 կելվինի կարգի է տաքությունը, իսկ միջուկում մոտավորապես 15 միլիոն կելվինի կարգի ջերմաստիճան է։ Մենք գիտենք, որ արեգակը մի մեծ էներգիայի աղբյուր է եւ արեգակի ներսում տեղի ունենում այսպես կոչված ջերմամիջուկային ռեակցիա։ Որն է էությունը այդ ռեակցիայի։ Երբ ջրածինը հանդիպելով մեկ այլ ջրածնի միջուկները միանում են եւ ձևավորում են այսպես կոչված հելիում։ Ռելատիվիստական տեսությունը ցույց է տալիս, որ այդ դեպքում արտանետվում է բավականաչափ մեծ քանակի էներգիա։ Ըստ էության խնդիրը հետեւյալն է։ Ունենք առանձին պրոտոններ, օրինակ մասսայապես 4 հատ կամ 2 պրոտոն, 2 նեյտրոն, դա այսպես կոչված դեյտերիումի խնդիրն է,
եւ հարվածելու հետևանքով, երբ այդ մասնիկները միավորվում են, ձևավորվում է երկու պրոտոն, երկու նեյտրոն, որոնք պարփակված են փոքր տիրույթում, որտեղ որ գործում են այսպես կոչված ուժեղ փոխազդեցության ուժերը, եւ ձևավորում է հելիումի միջուկ։ Դասական ֆիզիկայի շրջանակներում հաշվի առնելով կուլոնյան վանողականությունը պրոտոնների միջև, երբ դրեցին, հաշվեցին եւ փորձեցին որոշել ինչպիսի ջերմաստիճանի դեպքում մասնիկները կկարողանան այդ արգելքը վանողականության հաղթահարել եւ միավորվել դառնալ միջուկ հելիումի, պարզվեց, որ ջերմաստիճանների մեծությունը պետք է մոտավորապես 100 միլիոն կելվինի կարգի լինի։ Սակայն չափումները ցույց են տալիս, որ արեգակի վրա ջերմաստիճանը 5000 է, իսկ միջուկում, ուր որ տեղի են ունենում այդ պրոցեսները, ջերմամիջուկային ռեակցիայում 15 միլիոն կարգի մեծություն են։ Հետևաբար զգալի տարբերություն կար դասական ֆիզիկայի հենքի վրա հաշված ջերմաստիճանի միջև եւ այն ջերմաստիճանի, որը չափել էին գիտնականները արեգակի միջուկում։ Երկար ժամանակ չէին հասկանում, որն է պատճառը, մինչև որ առաջարկվեց դիտարկել այդ խնդիրը քվանտային տեսության շրջանակներում։ Ի վերջո յուրաքանչյուր պրոտոն պետք է հաղթահարի արգելք, որը այսպես կոչված կուլոնյան վանողականության արդյունքում էր ձևավորվում։ Բարձրությունը այդ արգելքի չափազանց մեծ է, սակայն եթե հաշվի առնենք հավանականությունը, որ գոյություն ունի թունելային երևույթ, այսինքն նրանք կարող են այդ արգելքի ներսով անցնել եւ միավորվել մի միջուկի մեջ, ապա հաշվարկների միջոցով կարելի է ցույց տալ, որ 15 միլիոն կելվին ջերմաստիճանը լիովին բավարարում է, որ այդ process-ը տեղի ունենա։ Եվ հաշվի առնելով արեգակի զանգվածը եւ այդ երևույթների քանակը, արեգակը չափազանց մեծ զանգված ունի, եւ հելիումի եւ ջրածնի ատոմների միջուկները մեծ քանակով այնտեղ փոխազդում են միմյանց հետ, ձևավորելով այդ ջերմամիջուկային ռեակցիայի միջավայրը, մենք ստանում ենք հենց այն արժեքները եւ այն ֆիզիկական պարամետրերը, որոնք որ ֆիքսում են աստղագետների կողմից։ Եվ հետեւաբար արեգակի վրա այդ process-ները տեղի են ունենում շնորհիվ քվանտային երևույթի, որը, ինչպես ես ասացի, անվանում են քվանտային թունելավորում։ Քվանտային թունելավորումը երկար ժամանակ չէին կարողանում ուղղակի կերպով ուսումնասիրել ժամանակը որոշելու տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ այդ հաջողությանը հասան միայն 2020 թվականին, երբ Nature ամսագրում տպագրվեց կանադացիների կողմից կատարված փորձերի արդյունքները։ Խումբը ղեկավարում էր պրոֆեսոր Ստեյնբերգը եւ այսպես կոչված լարմորյան ժամացույցների միջոցով գիտնականներին հաջողվեց չափել անմիջապես այն ժամանակը, որի ընթացքում նրանք կարողացան որոշ հաստությամբ արգելքը հաղթահարել եւ թունելային երևույթի ժամանակը ուղղակի կերպով կարողացան չափել։ Պարզվեց դա չափազանց փոքր մեծություն է, 610 միկրովարկյանի կարգի եւ հետեւաբար թունելավորումը շատ արագ process է։ Բնականաբար հարց էր ծագում։ Լավ, ինչ է ձևավորում քվանտային մեխանիկան ֆիզիկայում։ Ինչ նոր եւ սկզբունքային գաղափարների մենք պետք է հանգենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվանտային մեխանիկան իրականություն է։ Ժամանակին 20-րդ դարի ամենաօրիգինալ ֆիզիկոսներից մեկը Ռիչարդ Ֆեյմանը շատ հետաքրքիր միտք է արտահայտել։ Նա ասել է, եթե դու կարծում ես, որ դու հասկանում ես քվանտային տեսությունը, ապա դու չես հասկանում քվանտային տեսությունը։ Եվ իրոք, ինչպես ես նշել եմ, դա ոչ ինտուիտիվ տեսություն է, եւ այստեղ սկզբունքային նշանակություն է ձեռք բերում մաթեմատիկան։ Ճիշտ հավասարում լուծելով դուք ի վիճակի եք լինում ստանալ արդյունքներ, որոնք հետո կարող եք համեմատել փորձերի հետ։ Սակայն մաթեմատիկայի դերը այստեղ չափազանց կարևոր է։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ, որ մաթեմատիկան քվանտային մեխանիկայում այնպիսի դեր է խաղում, ինչպիսի դեր խաղում է սարքերի վահանակը ինքնաթիռում, երբ ինքնաթիռը գիշերը վատ եղանակին, երբ ոչ լուսինն է երևում, ոչ աստղերը, ոչ էլ երկրի մակերեսը թռիչք է կատարում եւ օդաչուն կարող է ճիշտ ինքնաթիռը դեպի վայրեջքի բերել շնորհիվ միայն այդ վահանակի։ Նման դեր խաղում է մաթեմատիկան քվանտային մեխանիկայում։ Քանի որ ինտուիցիան չի աշխատում, այստեղ սկզբունքային դեր է խաղում ճիշտ մաթեմատիկական մոդելը եւ լուծումները այդ մաթեմատիկական մոդելների։ Մի նկար կա հումորիստական, որի վրա պատկերված է Մաքս Պլանկը, մինչ քվանտային մեխանիկան եւ քվանտային մեխանիկայից հետո։ Այդ նկարը շատ հաճախ ցույց են տալիս եւ այստեղ Մաքս Պլանկը քվանտային մեխանիկայի հայտնագործությունից հետո բիզ-բիզ կանգնած մազերով շատ հիասթափված նայում է ֆոտոխցիկի վրա, որովհետև հասկանալի էր դառնում, որ մի նոր աշխարհ է բացահայտվել,
որը բացարձակ անհասկանալի է մարդկանց համար։ Մաթեմատիկան իրոք խաղում է սկզբունքային դեր եւ ի սկզբանե շատերի մոտ տպավորություն էր ստեղծում, որ քվանտային մեխանիկան դա բացարձակ абստրակտ տեսություն է, ընդ որում այդ տեսությունը կյանքի հետ որևիցե առնչություն չունի։ Դա մի որոշ քանակի հանճարների հետաքրքրության առարկան է եւ դժվար թե երբևիցե պետք գա մարդկությանը։ Նշեմ, որ բարեբախտաբար իրավիճակը լրիվ այլ էր։ Փորձը ցույց տվեց, որ քվանտային մեխանիկան դառավ հենք նոր արդյունաբերական հեղափոխության։ Այստեղ ներկայացված են ընդամենը մի քանի կարևորագույն օրինակներ, որոնք վկայում են քվանտային մեխանիկայի սկզբունքային դերի մասին մեր այսօրվա առօրյա կյանքում։ Նախ եւ առաջ քվանտային համակարգիչները։ Այո, նրանք անկատար են։ Այսօր մենք չենք կարող ասել, որ կան մասսայական քվանտային համակարգիչների ինչ-որ արտադրամասեր, սակայն այն փորձերը, որոնք որ կատարվում են քվանտային համակարգիչների օգնությամբ, չափազանց կարևոր արդյունքներ են տալիս։ Արհեստական ատոմները ձևավորվեց մի ամբողջ նոր տիպի էլեկտրոնիկա, որը անվանեցին նանոէլեկտրոնիկա եւ մասնավորապես արհեստական ատոմների քվանտային կետերի հիման վրա։ Քվանտային կետերը դարձան շատ կարևոր կենսաբանական խնդիրների համար էական նշանակություն ունեցող օբյեկտներ, որոնց միջոցով մասնավորապես կարելի է բուժել տարատեսակ հիվանդություններ։ Եվ վերջապես ամենակարևորը, այդ համակարգերը մենք կարող ենք առօրյա կյանքում օգտագործել օրինակ լուսադիոդների համար, որոնց գործողության ժամանակը չափազանց մեծ է եւ շատ հուսալի սարքեր են։ Վերջապես 2024 թվականին մի աշխատանք զետեղվեց կանադացի պրոֆեսոր Բոյլի կողմից, ով առաջարկեց ուսումնասիրել այսպես կոչված Ֆերմիի պարադոքսը քվանտային կապի միջոցով։ Ֆերմի ժամանակին ասել է, եթե կան այլ մոլորակայիններ, ապա ուր են, ինչի մենք չենք կարողանում իրենց հայտնաբերել։ Կանադացի պրոֆեսորը առաջարկում է այդ խնդրին մոտենալ մի քիչ այլ տեսանկյունից եւ որոնել ինֆորմացիան այլ մոլորակայինների կողմից ոչ թե էլեկտրոմագնիսական ճառագայթման տիրույթում, այլ քվանտային կոմունիկացիաների միջոցով։ Եվ նա նույնիսկ հաշվարկ է անում, թե ինչպիսի շարավղով անտենաներ պետք է լինեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել ազդանշանները այլ մոլորակայինների կողմից։ Վերջապես, այստեղ մի հրաշալի քանդակ է ներկայացված, որի վրա դուք կարող եք տեսնել այս նկարում Էյնշտեյնին եւ Բորին։ Նրանք երկուսը նստած են իրար կողք եւ հասկանալի է, որ գնում է շատ բուռն քննարկում, այսպես կոչված քվանտային մեխանիկայի, դետերմինիզմի եւ ինդետերմինիզմի վերաբերյալ։ Նշեմ, որ այդ հարցը դեռ հիմա բաց է։ Կան գիտական դպրոցներ, որոնք փորձում են իրենց տեսակետները քվանտային մեխանիկայի վերաբերյալ արտահայտեն, այսպես կոչված կոպեգագենյան մոտեցումից տարբերվում են իրենց մոտեցումները, սակայն մի բան ակնհայտ է, որ այդ գիտությունը դառավ նոր տեխնոլոգիական հեղափոխության հենք եւ անկասկած մեզ դեռ սպասում են շատ հետաքրքիր հայտնագործություններ եւ վերջիններիս կիրառությունները կոնկրետ քվանտային տեխնոլոգիաներում, ինչը էապես կարող է բարելավել մարդկության կենսամակարդակը։